Սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք բոլորդ։ Ես նույնպես լավ եմ, եկա Վարշավիրանոց, քամի քշում է։ Մազերս կտրեցի, հիմա հանդիպում ունեմ ընկերուհուս հետ։ Եվ ձեզ կմիանամ, կզրուցենք համով հոտով, թե ինչպես անցավ այդ միջոցառումը, բազմաթիվ հարցեր եք տվել, կպատասխանեմ բոլոր հարցերին, այսպես կանգնեմ գոնե քամին ուրիշ կողմից խփի։ Լավ կարճացրեցի եւ զարմանալին նա էր, որ իմ ուզած ձևով վերջապես կտրեցին այստեղ, այդ աղջկան ունի իմացան, բայց լավ քամի է, շատ շոկ է, ահավոր շոկ է, ես մի քիչ տաք եմ հագնվել, չնայած իմ կարծիքով թեթև եմ հագնվել, բայց բավականին շոկ է, մի խոսքով սպասում եմ ընկերուհուս, գնանք սրճարան, առայժմ կհանդիպենք։ Սեղիմանիա փառատոնը նորից պիտի լինի մարտի 21-ից մինչև 28-ը մեր քաղաքում։ Արդեն գովազդում են եւ այդ գովազդի ավտոբուսը կանգնած է օպերայի հրապարակում։ Ինչ հետաքրքիր դեպքի ականատես եղավ, ֆիլմ են նկարահանում ու ուղիղ մեր փողոցում։ Ողջույն ձեզ սիրելի հետևորդներ, երեկ բնականաբար ժամանակ չունեցա միանալու ձեզ, որովհետև երկար ժամանակ էր ընկերուհուս չէի տեսել եւ մենք այնքան զրուցեցինք, որ մոռացել էի այնքան տեսանկարահանել այն գեղեցիկ տեսարանները, որտեղ որ մենք գտնվեցինք եւ այն հաճելի սրճարանները եւ նաեւ ինչու՞ չէ ֆրանսիական խոհանոցի այդ յուրօրինակ համեղ ուտեստները։ Ամեն դեպքում տպավորությունը շատ լավ էր եւ հաճելի ժամանակ անցկացրեցի։ Շատերդ ասում եք, որ լավ է, որ մեր քաղաքում մենք կարողանում ենք հանդիպել, ժամանակ գտնել։ Իհարկե դա մեծ դժվարությամբ է լինում, սիրելիներս, քանի որ աշխատողներ են բոլորը, ժամանակի հետ կապված, ժամանակի սղության հետ կապված, երբեմն հետաձգվում են մեր ջերմ հանդիպումները, բայց այնուամենայնիվ տեղի են ունենում։ Եվ արդեն հաջորդ օրն է, տեսնում եք, թե մազերս ինչ վիճակի մեջ են, դե արդեն ապարատը դրել եմ, բայց վատ չէ, շատ չի խառնվել, որևէ բան չեմ արել։ Միացել եմ ձեզ պատասխանելու շատ հարցերի, իհարկե կոնկրետ մի քանի հարցերի, բնականաբար շատ հարցեր եք ուղղել, դրանք ես կթողնեմ հաջորդ տեսանյութում։ Իսկ այսօր ես ձեզ կներկայացնեմ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ, ձեզ կներկայացնեմ դեմքի խնամքի հետ կապված շատ հետաքրքիր մի նյութի հետ, որ Ֆրանսիայում շատ դժվար է գտնել դեմքի, մարմնի խնամքի մատչելի գներով մասնագետներ, այդ իսկ պատճառով ես ձեզ կառաջարկեմ մի շատ հետաքրքիր տարբերակ։ Դե ինչ սիրելիներս, պատրաստ եք արդյոք, սուրճը դրել եք, կամ թե ինչպես կկամենաք։ Իդեպ շատ հետևորդներ ունեմ, ովքեր դիտում են հեռուստատեսությամբ եւ ասում են, որ ավելի լավ է երևում, բայց ունի այդ հեռուստատեսությամբ նայելը մի թերություն, որ չեք կարողանում մեկնաբանություններ թողնել։ Ուստի առաջարկում եմ դիտելուց հետո ընդամենը մի վայրկյան է տևելու հեռախոսով թողնել մեկնաբանություն, որովհետև մեծ մասից ես գրեթե արդեն ճանաչում եմ, նոր հետևորդներին դեռ չեմ ճանաչում, իսկ նրանք ավելանում են օրեցօր, որի համար շատ ուրախ եմ, ապրեք, որ դուք իմ ալիքում եք, շնորհակալ եմ, որ դիտում եք իմ տեսանյութերը եւ համոզված եմ, որ ամեն մեկը կգտնի իրեն հուզող հարցը։ Դե իմ առօրյա վլոգները Ֆրանսիայից, Ֆրանսիայի կյանքից եւ ընդհանրապես խոհանոցից, ինչպես որ միշտ եմ ձեզ ներկայացրել։ Դե ինչ սիրելիներս, սուրճը արդեն համոզված եմ պատրաստ է եւ խոսքս ուզում եմ ուղղել բոլոր նրանց, ովքեր գեղեցիկ մեկնաբանություններ են թողել, հատկապես վերջին տեսանյութում, որը նվիրված էր Բաֆայի մրցանակաբաշխությանը եւ հարցերի մեծ մասը վերաբերվում է հենց այդ տեսանյութին։ Ինչ տեսանյութ էր դա, բնականաբար շքեղ տեսանյութ էր ստացվել, ես ինքս նայեցի եւ շատ լավ այդպես ներկայացրեցի, կարողացա ներկայացնել, ինչու, որովհետեւ այնքան հետաքրքիր էր,
որ նույնիսկ մոռանում էի, որ ես պիտի նկարեմ, այնքան բովանդակալից զրույցներ էի ունենում շատ մարդկանց հետ, եւ երբեմն Կարենն էր հուշում, ասում էր դու չնկարեցիր, պատկերացնում եք, ուրեմն ինչքան չեմ նկարել, որ Կարենը նկատել է։ Ամեն դեպքում բաց չեմ թողել շատ կարևոր կադրեր, որոնք տեսանյութում էին, եւ հենց սկզբում ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ուղղել բոլորից սիրելիներս, ապրեք դուք, երկար ապրեք, առողջ ապրեք, որ նկատում եք, ինչու՞ չէ, նաև գովերքում եք ձեր հայ մարդուն, մի հայ կնոջ, ով գտնվելով օտարափերում, փորձում է որևէ կերպ կապ հաստատել հայ համայնքի հետ, համայն աշխարհի հայության հետ, իմ վլոգների միջոցով եւ ինչու՞ չէ նաև իմ կազմած խմբի միջոցով։ Եվ հատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Բաֆայի կազմակերպիչներին, հանձինս Աննա Կարոլինայի, ով ապրում է Փարիզում, ով նախաձեռնել էր այս հսկա միջոցառումը, ով մտածել էր այս նախագծի մասին եւ ինչպես որ ծրագրել էր, ինչպես որ կազմվել էր այդ ծրագիրը, այն իր ավարտին հասցվեց ամենաբարձր, ամենաանսպասելի ավարտով, այսինքն ամեն ինչ արվեց, որևէ բան չմոռացվեց, ավելին արվեց ամենաշատ բաները, որոնք անգամ ծրագրավորված չէին էլ եղել։ Այնպես որ սիրելիներս, յուրաքանչյուրին չի բախտ վիճակված, ովքեր կարող էին գտնվել այդ հրաշալի միջոցառմանը։ Դե կարիք չկա, ես նորից անդրադառնամ, թե որտեղ տեղի ունեցավ այդ միջոցառումը, եթե դուք դեռ չեք հասցրել դիտել այն, կարող եք մեկ անգամ եւս նայել։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում, ձեր ջերմության համար, ձեր պատասխանների, ձեր այդ ջերմ հրաշք մեկնաբանությունների համար, ապրեք, որ դուք կաք իմ կյանքում, շնորհակալ եմ, որ հենց դուք եք իմ հետևորդները, այդքան խելացի գնահատող այն ամենի ինչը, որ ինձ դուր է գալիս, դե բնականաբար ամեն մարդ գտնում է այնպիսի հետևորդներ, որոնք քեզ նման են լինում, քեզ նման են մտածում, քո նման են մտածում կամ էլ եւ իրենց ճաշակը համընկնում է հենց տվյալ վլոգերի ճաշակի հետ։ Այնպես որ այս առումով իմ բախտը բերել է, որ ունեմ ձեզ նման հրաշալի մարդիկ։ Դե ինչ, շնորհակալություններս բոլորիդ, պաչիկներս բոլորիդ եմ ուղղում, անկախ նրանից տեսանյութի տակ մեկնաբանություն գրել եք, թե ոչ, ամեն դեպքում տեսանյութը շատ լավ այսպես տարածում գտավ եւ շատ մարդիկ հավանեցին, նույնիսկ գտնվեցին մարդիկ, ովքեր անգամ ինձ չէին ճանաչում, բայց դիտել էին եւ հարցեր էին առաջացել եւ ես հիմա հենց այդ հարցերին եմ հիմնականում պատասխանում։ Ուրեմն հարցը հետևյալն է, որ հմեկով երբ են ցուցադրելու։ Ես ասեցի, որ այո, ցուցադրելու են, դե պիտի մոնտաժեն։ Դա փոքրիկ վլոգ չէ, որ ինձ նման 2-3 օրում արագ մոնտաժեց եւ նման հիանալի արդյունք ստացվեց։ Սիրելի հետևորդներ, եթե ես իմանամ, անպայման կտեղեկացնեմ ձեզ նույնպես, թե երբ կլինի արդյոք հեռուստատեսությամբ եթերը։ Եվ երկրորդ հարցը ասում է արդյոք եթեր է գնալու, երբ է եղել այդ միջոցառումը, նման հարց է։ Միջոցառումը եղել է 15 մարտի, սիրելիներս, մարտի 15-ին Փարիզի Ինտերկոնտինենտալ հյուրանոցի շքեղ սրահում է եղել միջոցառումը։ Եվ նույնիսկ կատակով հետևորդներից գրել են, որ համարեք քաղաքացիությունը ստացած, որովհետև դուք այդքան պատմում եք, ներկայացնում եք Ֆրանսիան։ Այո, սիրելի հետևորդ, ես Ֆրանսիայի մասին կարդացել եմ դեռևս Հայաստանում, բազմաթիվ գեղարվեստական գրքերից տեղեկացված էի, երբեք Ֆրանսիա գալ չեմ երազել, Փարիզի մասին երբեք
երազանքներից մեջ էլ չի եղել, ես միշտ երազել եմ լինել Վենետիկում, նույն ձևով ինչ որ Ֆրանսիայի գրքերում եմ կարդացել, Ֆրանսիայի պատմության վերաբերյալ, նույնը նաև Իտալիայի, եւ չգիտեմ ինչու հենց Իտալիան էր տպավորվել իմ ուղեղի մեջ, եւ ես մշտապես երազել եմ դեռ փոքրուց լինել Վենետիկում։ Իսկ արդեն դուք գիտեք, որ ես անցած տարի 2024 թվականին եղա Իտալիայում, վայելեցի ոչ միայն Վենետիկը, այլ շատ հայտնի քաղաքներ։ Այնպես որ սիրելիներս, ես հիմա էլ կարդում եմ, տեղեկանում եմ եւ անընդհատ կապի մեջ եմ թե ֆրանսիական մամուլի, թե ֆրանսիական լրատվական միջոցների, թե ֆրանսիացիների հետ եւ դա մարդու տեսակից է, որ մարդը հետաքրքրվում է այն ամենով, որտեղ որ ինքը ապրում է, ինչը իրեն շրջապատում է։ Ես չեմ կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, որը որ ես տեսնում եմ եւ հանձինս լեզվի, որ ես բազմից եմ ասել, սիրում եմ, մինչ Ֆրանսիա գալը չեմ իմացել որևէ մի տառ բառ ֆրանսերեն եւ մինչ օրս սովորում եմ եւ սիրով եմ սովորում։ Քաղաքացիության համար արդեն դիմել եմ, դուք լավ գիտեք, գրավոր քննությունը տվել եմ անցած շաբաթ ամսի 12-ին, իսկ 22-ին արդեն բանավոր քննությունն է լինելու, որի արդյունքների հիման վրա պարզ կլինի, ես անցել եմ այդ սանդղակի, այդ նիշը, սանդղակի թիվը 100-ն է, 100-ից ինչքան եմ հավաքել, 4 բաժիններից է կազմված քննությունը, բայց ամեն բաժնից, ոչ թե բոլորից 5, այլ գոնե, եթե վատ եմ ես գրեկան որևէ մեկը, գոնե 5 միավոր պիտի հավաքած լինենք, որ համարվի դրական գնահատական։ Արդյունքները պիտի իմանանք ապրիլի 8-ից հետո, ահա այս հարցն էլ պատասխանեցի, թե երբ կիմանաք արդյունքները։ Ապրիլի 8-ից հետո արդեն իրենք կուղարկեն։ Սա էլ այդ հարցի մասին, իսկ որից հետո արդեն Ֆրանսիայի պատմությունը պիտի քննություն տանք, հենց այստեղ մարզպետարան ասեմ, որ մի քիչ նման լինի, եթե Հայաստանից ինձ դիտում են պրեֆեկտուրայում։ Դե սա էլ արդեն քննության հետ կապված եւ քաղաքացիության հետ կապված հարցներ։ Այն հարցն է, թե մենք ինչպես ենք հայտնվել, ես ինչպես եմ հայտնվել, կամ Կարենի հետ ինչպես ենք հայտնվել, եւ հարցնում են, թե դուք մրցանակի արժանացաք, որ բնակավարում եք աշխատում։ Այո, շատ զարմանալի էր, որ դուք ինձ տեսաք այդ միջոցառման ժամանակ, քանի որ միջոցառումը նվիրված էր հայ ձեռներեցների, գործարար մարդկանց, քաղաքական դեմքերի, հասարակական գործիչների միջոցառմանը, այո, մրցանակներ տրվեցին մի խումբ մարդկանց, ոչ բոլորին, ովքեր ավելին էին արել, ովքեր ավելի երկար ժամանակ էին համագործակցել Բաֆայի հետ։ Բաֆայի հիմնադիրը չենք մոռանում Աննա Կարոլինան էր, իր երկու ընկերուներ, ովքեր Երևանում էին։ 3 ընկերուհիներով, դե բնական է բեռը Աննայիններով Փարիզում էր եւ Փարիզում էր տեղի ունենալու այդ ամենը, սակայն հեռավորություն անգամ չխանգարեց նման հրաշալի միջոցառում ստանալու համար եւ աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին հայտնի ձեռներեցները, արվեստի մարդիկ, դուք տեսանյութում նաեւ տեսաք այդ հրաշալի երգի պրեմիերան, որի հեղինակն է Շուշան Սարգսյանը, որի հետ ես անհատական զրույց ունեցա։ Մի խոսքով սիրելիներս բազմաթիվ էին հանրաճանաչ մարդիկ, ինչպես բնակավարի մարդիկ, ներկայացուցիչներ էին այդտեղ գտնվում, ու այնտեղ ես ուրեմն այնտեղ էի որպես մի կին, ով այս տարիքում փորձում է հայ մարդկանց միախմբել, միավորել եւ օգնել նրանց բազմաթիվ հարցերում։ Մի քանի տեսանյութ առաջ դուք էլի ինձ հարցեր եք ուղղել եւ ակնարկել եք, որ կա մարդ, ով զարմանում է, որ 10 տարի ապրելով Ֆրանսիայում ինչպես կարելի է իմանալ Ֆրանսիայի օրենքները, եթե մարդիկ անգամ 10 տարում լեզուն չեն սովորում։ Սիրելի հետևորդներ,
10 տարում ես լեզուն սովորել եմ, շարունակում եմ ուսումնասիրել, եթե նախկինում մարդիկ քաղաքացիություն էին ստանում առանց քննություն հանձնելու, առանց որևէ այսպես չարչարվելու, ապա վերջին ժամանակները, հատկապես վերջին 2 տարին, այն ավելի խիստ է, այդ քննությունը, այդ քաղաքացիություն հանձնելու պահը ավելի խստացված է պետության կողմից եւ բնականաբար պարզ է, որ ես ուրեմն ֆրանսերեն գիտեմ, որ դիմել եմ քաղաքացիության, ահավասիկ այդ քննությունը, չնայած ես այս տարիների ընթացքում հասցրել եմ բավականին դասընթացների մասնակցել, մի քանի տեղեր աշխատել, նաև աշխատանքային փորձ ունենալ եւ մասնակցել նաև հասարակական, այդպես լրացուցիչ ժողովներ ասեմ երևի ծրագրերին, այնպես որ ես լիովին ինտեգրված եմ Ֆրանսիայի կյանքում, դա իմ բնավորությունն է, ես Հայաստանում եմ ակտիվ եղել, ես Հայաստանում ունեցել եմ բիզնես, անհատ ձեռներեց եմ եղել, Oriflame եմ արել, արդեն ձեզ ասել եմ եւ բավականին շատ միջոցառումների եմ մասնակցել նմանատիպ բիզնես ծրագրերի, ինչու՞ չէ նաեւ Oriflame-ի կողմից կազմակերպվող հսկայածավալ միջոցառումների եւ այս միջոցառմանը ես մասնակցեցի նաև իմ ունեցած փորձով, թե ինչպես եմ որպես հայ կին իմ տարիքի կարողանում համախմբել հայերին, օգնել ինչ որ միտեղ ոչ միշտ ֆինանսապես, բայց հիմնականում իմ խորհրդով եւ իմ խորհուրդները լսելով մարդիկ երբեք չեն սխալվում, ես երբեք մարդկանց անհիմն խորհուրդ չեմ տալիս, եթե անգամ ես չգիտեմ, ասում եմ չգիտեմ, դրա համար եմ ասում, մարդիկ միգուցե շատերին դա չի հետաքրքրում, բայց ինձ կոնկրետ հետաքրքրում է հայի վիճակը Ֆրանսիայում եւ որպես նման խմբի կազմակերպող, նման օգնող իմ լավ խմբով ինձ նկատել էին եւ գումարած, որ ես այս տարիքում վլոգինգ եմ անում, ես որպես Ֆրանսիայի վլոգինգի ներկայացուցիչ եւ որպես նման հասարակական աշխատանք կատարող մարդ ներկա է այդ միջոցառմանը, ինչու էր Կարենը այդ միջոցառմանը, որովհետեւ Կարենը աշխատում է քաղաքապետարանում եւ ինքն իր լուման ունի հայրանապաստ աշխատանքների, այնպես որ այնտեղ կային նաև քաղաքապետարանի աշխատողներ եւս Ֆրանսիայի ադժուաններ են կոչվում, այսինքն քաղաքապետի անձնակազմի աշխատողներ, իմ տեսանյութում կար այդ անձնավորությունը, այնպես որ ընտրությունը լավ էր այն առումով, որ նկատել էին, չէ որ Ֆրանսիան այնքան մեծ է, չէ որ այստեղ միգուցե մարդիկ կլինեն, որ նման գործեր կանեն, բայց անշահախնդիր առանց գումարի ես մարդկանց օգնում եմ եւ արդյունքները դրական են, գոհացուցիչ են։ Այդ իսկ պատճառով ես գտնվեցի Կարմիր գորգի վրա։ Դե չգիտեմ, բնականաբար հեռուստատեսությամբ ինձ ցույց կտան գորգի վրայով քայլելիս թե ոչ, որովհետեւ դե մոնտաժ են անելու, նախորոք որևէ բան չասեմ։ Այո, սա ինձ համար մեծ պատիվ էր, որ գնահատեցին հենց թեկուս իմ վլոգերական աշխատանքը, հենց թեկուս Ֆրանսիայի կյանքը ներկայացնում եմ, երբեմն մարդիկ գրում են, թե ինչու ես դու այդպես ասում, իրականում շատ լավ է, բայց ես ասում եմ մարդկանց այն ամենը, ինչը որ տեսնում եմ, ես անկեղծ եմ մարդկանց հետ, ինչու ես Oriflame-ում դարձա այդքան շուտ որպես անհատ ձեռներից, որովհետև ես մարդկանց ասում էի ճիշտ է, ես երբեք չէի մտածում վաճառեմ, գումար աշխատեմ, ոչ, նախ ես էի փորձում եւ մարդկանց ներկայացնում եմ, այդ իսկ պատճառով հաջողության հասա եւ այստեղ էլ ես մարդկանց անձնական օգնություններ ցույց տալուց բացի գրում եմ եւ անձնական եւ խմբում եւ կարծիքների փոխանակման ընթացքում կարճ ասած գնահատեցին իմ աշխատանքը, որի համար նորից էլի շնորհակալ եմ կազմակերպիչներին եւ ինձ հրավիրողին շատ շնորհակալ եմ, այո, սա մի անբացատրելի հրաշալի միջոցառում էր, որ 10 տարի ես արդեն ապրում եմ Ֆրանսիայում եւ չէի մասնակցել, սա իմ անդրանիկ մասնակցությունն էր այս միջոցառմանը,
Հուսով եմ հետագայում ես ավելի կմոտիվացվեմ եւ ավելի լուրջ աշխատանքներ կանեմ, ինչու՞ չէ նաեւ ինձ շատ անհատ փոքրիկ ձեռներեցներ են դիմել իրենց օգնելու համար։ Թե Ֆրանսիայում, թե Հայաստանում, որոնց ես կմիավորեմ այս BAFA ընկերության մեջ, կօգնի BAFA-ն իմ միջնորդությամբ շատ նոր սկսնակ ձեռներեցներին նույնպես Դե կարծում եմ պատասխանս պարզ էր, թե այդ փխիվ է փակ, այսպես ասած, միջոցառմանը ինչպես էր հայտնվել միգուցե ձեր սիրելի վլոգերը եւ հպարտությամբ էի ներկա այնտեղ, ինձ հրավիրել էին սիրելիներս, ես հյուր էի, որը մեծ իրոք պատիվ է ինձ համար, որ նման օտար հողում ինձ նկատեցին եւ ես ամուսնուս հետ ներկա գտնվեցի, շքեղ էր ամեն ինչ, աղքին վլոգներում ես անընդհատ ձեզ ներկայացնում եմ, չէ՞ որ խանութներ եմ գնում, հագուստ եմ փնտրում, բայց անակնկալը հետո կտեսնեք, դե վերջնական արդյունքը դուք տեսաք որ դա էր, վերջին գնումները պատկերացրեք այդ օրը արդեն պիտի գնանք ու նայում ենք տեսնում ենք, որ դե բնականաբար ես շալվար եմ հագնելու, կոշիկները արդեն տեսել եք, բայց բանից պարզվում է բարակ այդպես գուլպաներ չունեմ, պակաս է, կարելը պատրաստենք գուլպաներ չունենք, վերջին գնումները, վերջին վայրկյանին, տեսեք թե ինչպես ստացվեց։ Ահա եւ վերջին գնումները, տեսեք ժողովուրդ ջան, որ վերջին պահին լավ էլ հասցրեցինք գնումներ անել, մենք օրվա կեսից ենք ճանապարհ ընկնելու, մի ժամ է տևելու ընդամենը, աճեպ ընթացով են գնալու Լիլից դեպի Փարիզ։ Սա էլ մեր քաղաքը ներկայացնող արտիզան շոկոլադիեն է։ Միակ տեղը, որտեղ մտնելիս անպայման ձեռքերդ լվանում ես, հետո առաջ ես շարժվում, որպեսզի իրավունք ունենաս մոտիկից ձեռք տալու տուփերին։ Մուտքը հրավիրատոմսերով է, ահա եւ մերը։ Նման շոկոլադ էլ գտա, որպես Լիլի սիմվոլ։ Դե սա էլ մեր վարձած հյուրանոցն է, քանի որ երեկոյան շատ ուշ է վերջանալու այդ արարողությունը, իսկ մենք գիշերելու ենք հյուրանոցում, որը շատ մոտ է Օպերա Գարնիերին, եւ որից հետո էլ ինտերկոնտինենտալ հյուրանոցն է, ընդամենը 7 րոպե ոտքով, գտնվում է 9-րդ շրջանում, քաղաքի կենտրոնում է գտնվում, շատ հարմարավետ հյուրանոցի սենյակ էր, հավանեցինք, գիշերելու ենք եւ առավոտյան արդեն հրաժեշտ ենք տալու այս սենյակին, տեսնենք ինչ է երևում իմ պատուհանից, ահա Օպերա Գարնիեի տանիքն է, Փարիզն է Ժորժան, Փարիզում նման շենքեր շատ կհանդիպեն, թե գույնով, թե ճարտարապետության ոճով։ Վերջին հարցերին եմ ուզում պատասխանել, նավարկության ճամփորդություններ սիրում եմ, թե ոչ։ Իհարկե սիրում եմ, ես ընդհանրապես սիրում եմ ճամփորդել։ Ճամփորդությունը դա ինձ համար նոր կուլտուրայի բացում է, ինֆորմացիայի աղբյուր է, որտեղից որ ես շատ նորություններ, տեղեկություններ եմ հավաքում, բացի այն, որ կարդում ես, դա մի այլ նստվածք է տալիս, իսկ որ դու դա հենց տեսնում ես քո աչքով, արդեն քո մեջ դա տպավորվում է, գիտելիքների ավելացում, ձևավորում, ինչպես ասեմ, օգնում է մարդուն նաև կտրվել առօրյայից, մարդը պիտի կարողանա օգտվի ամեն ինչից, կարող է մարդը, եթե անգամ հնարավորությունները սեղմ է, ինքը ինչ որ սիրում է, ինքը տնտեսի այդ սիրած զբաղմունքի հոբի վրա ծախսելու համար։ Այն մարդը գիտի, թե ինքը ինչքան բյուջե ունի եւ ինչքան պիտի ծախսանի, սա շատ կարեւոր է։ Այո, պիտի ընտանիքում մարդը իմանա, թե իր գումարը ուր է գնում։ Եթե դու ավելորդ գումարներ ես ծախսում շռայլում, ուրեմն դու արդեն չես կարող որևէ բան տնտեսել։ Իսկ տնտեսելը լավ բան է, տնտեսում են նաև հայտնի միլիարդատերերը, ձեզ չթվա, որ որևէ մեկը չի տնտեսում։ Եվ եթե մարդիկ իրենց
օգուտներից, սա բիզնեսի լավ արդյունքն է, իր օգուտներից 10%-ին ավելին շռայլում է, ուրեմն նա սկսում է հետ աճել։ Կան նրբություններ, որ պետք է մարդը իմանա եւ հենց ինքը իր ընտանիքում լավագույն տնտեսագետը լինի։ Այնպես որ սիրելիներս, շատ եմ սիրում ճամփորդել, բնականաբար նաեւ նավարկելով։ Հաջորդ հարցը, որ տվել եք, հալաձյուղ եք խնդրել, որ ցույց տամ Ֆրանսիայի խանութներում կա թե չկա, այո, կան հալաձյուղեր, ես դա ցույց կտամ, բայց իմ խորհուրդը ձեզ կարող եք ինքներդ հալել, քանի որ Ֆրանսիայում կարագների որակը շատ լավ է, 82% եւ ավելի կարագներ եք վերցնում, իսկ բաղադրատոմսը, թե ինչպես կարելի է պատրաստել, ես կթողնեմ այս տեսանյութի տակ, կարող եք նայել, բայց խոստանում եմ խանութ գնալ, եթե այսօր չհաջողվի, պլաններից մեջ խանութ գնալ չկա, հաջորդ տեսանյութում։ Եվ մյուս հարցը, ինձ դիմել եմ, որ ես տեսանյութ եմ ներկայացրել դեպրեսիայի, անքնության մասին եւ խնդրում են նորից որոշ տեղեկություններ, որոշ մանրամասնություններ ներկայացնել։ Այս մասին էլ կլինի հաջորդ տեսանյութում, սիրելի հետևորդներ, եւ հիմա ձեզ ես կներկայացնեմ մի քանի ճաշատեսակներ, որոնք կարող են ձեզ համար մոտիվացիա լինել պատրաստելու, մոլորվում են կանայք երբեմն թե ինչ պատրաստել այսօր։ Ուրեմն այդ հարցն էլ ենք լուծում, ամփոփում ենք ընդհանուր դիտելով տեսանյութի մեջ ներկայացվող բաղադրատոմսերը։ Նախաճաշի համար փանքեյք։ Ես գերադասում եմ մածունով բաղադրատոմսը։ Հղումը կթողնեմ տեսանյութի տակ կարող եք նայել։ Իսկ ճաշին պատրաստել եմ մեր հայկական, ավանդական, ամենահամեղ ճաշատեսակներից մեկը, գուշակեցիք, հարիսա եմ եփել սպիտակ ծավալով, որը գնել էի մեր հայկական խանութից, շատ հեշտ եւ համեղ ծավալ էր։ Երեկոյան ընթրիքի կամ ինչու չէ նաև ճաշի համար առաջարկում եմ հնդկաձավարով, փլավ խառնված, աղացած մսով եւ լավ համեմված, բրոկոլի, բանջարեղենով տապակած։ Ես իմ ալիքում շատ բաղադրատոմսեր ունեմ, թե ֆրանսիական խոհանոցից, թե աշխարհի եւ հատկապես հայկական խոհանոցից։ Կարող եք դուք մերթ դիտել, ոչ միայն վլոգներում, դե բնականաբար կարճ եմ ցուցադրում, ուղղակի պատրաստի վիճակում եմ ցույց տալիս մոտիվացիա անելու համար, իսկ բաղադրատոմսի մանրամասնությունները ներկայացնում եմ համապատասխան տեսանյութերով։ Եվ այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել, որովհետև էլի հարց եք ուղղել, Ֆրանսիայում խնամքը ընդհանրապես թանկարժ է, ինչը որ առողջության հետ կապված է, դրա ծախսերը հոգում է պետությունը, իսկ ինչը որ գեղեցկության հետ կախված է, տեսքի, արտաքին տեսքի, իհարկե որոնք որ առողջությանը վտանգ չեն սպառնում, դրանք պետությունը չի հոգում։ Ահավասիկ ենթադրենք քթի վիրահատությունը կարող է անել, եթե շնչառական խնդիրներ ունի, բայց եթե քիթը պիտի ձևափոխեք, փոքրացնեք, մեծացնեք, տեսք տակ, դա վճարովի է։ Եվ շատ վիրահատություններ, որոնք կապված են արտաքին տեսքի հետ կապված, դրանք վճարովի են։ Ուրեմն ինչպես նաև դեմքի խնամքի հետ կապված այդ սեանսները, այդ սրահները, որ ես գնացել եմ, ձեզ ներկայացրել եմ, դրանք բոլորը վճարովի են եւ շատ թանկարժ են, ուստի ամենապարզ ձևն եմ այսօր ձեզ առաջարկում, թե ինչպես գունապացել դեմքը։ Այս կրեմ դեկոլորանտ, ուրեմն սրանք կարող եք ձեռք բերել Ինտերմարշե խանութի, որը շատ լավ է, որակապես շատ դրական կարծիքներ կան այս նյութի վերաբերյալ, նուշի յուղով է, այնպես որ շատ փափուկ է, շատ մեղմ է, մաշկի գույնն է բացվում, բոլոր տիպի մաշկերի համար է սա նախատեսված, կարող եք գնել, մատչելի է, 4 եվրո է, 3.99, իր մեջ ունի ուրեմն երկու տարբեր, ուրեմն մեկը պերիկիսն է, մեկը գործող նյութն է, եւ այս փոքրիկ ամանը, որտեղ կարելի է լցնել, չափերը գրված են այստեղ, կա նաեւ դե բնականաբար խառնող գդալը, գրված են թե ամեն մեկից ինչքան վերցնել եւ ինչքան պատրաստել, որովհետեւ
Սա շատ է։ Իհարկե, եթե դուք մի անգամից պիտի անեք, թե դեմքը թեթև է, ուրեմն սա բավական է։ Էնպես որ սիրելիներս, դեմքի խնամքը շատ կարևոր է բոլոր տարիքի կանանց համար։ Մի ալարեք, ինչ որ ասում եմ կատարեք։ Դե սիրելի հետևորդներ, ես ձեզ հետ կիսվում եմ իմ անձնական փորձով։ Եվ տարիների իմ փորձառությունից ելնելով, շատ բժիշկների դիմելով, որ երբեմն էլ չեն օգնել, ես այսօր ճիշտ սննդակարգի միջոցով կարողացել եմ հաղթահարել շատ հիվանդություններ, ինչպես նաև հենց նույն ճիշտ սննդակարգից ելնելով իմ դեմքի գունաբացումը առանց նման բաների, ես ինքս Ֆրանսիայում դեռևս չեմ օգտագործել այս գունաբացողը, պիտի փորձեմ, արդյունքները կասեմ, այսօրվա համար այսքանը, պաչիկներս եմ ուղղում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին, հենց քեզ, որ հիմա դու նայում ես ինձ, ապրես, որ դու ինձ ես նայում, լսում, կատարում, ընդունում, առայժմ լավ մնացեք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։